կարծում, որ Թրամփը Ուկրաինային հանձնելու է։ Թրամփը դեռ բլիթներ է ցույց տալիս Ռուսաստանին իր խաղի մեջ ներքաշելու համար, եւ դա Պուտինը շատ լավ հասկանում է։ Ես չեմ բացառում, որ կրկնվի 16 թվականի սցենարը եւ Թրամփը հասկանա, որ Պուտինը ուղղակի պատրաստ չի գնալ խաղաղության, հակառակ process-ը լինի, Ռոբերտ ջանով ասեց, որ չի կարող լինել, սա մեկ։ Երկրորդը, մենք խոսել ենք, որ Թրամփը անձնական խնդիրներ ունի Զելենսկու հետ կապված իր իմպիչմենտի գործընթացի 2019 թվականին, նա չի մոռացել դա։ Փաշինյանի հետ չեմ կարծում այդպիսի խնդիրներ ունի, այսինքն տրամագծորեն տարբեր է իրավիճակը։ Եվ մի կարևոր բան է, որ ասում են Ամերիկային չի հետաքրքրում հարավային Կովկասը, Թրամփին նախ այս հայտարարությունները այլ բան են վկայում։ Երեք շատ կարևոր պաշտոնյա արդեն հայտարարություն են արել, որոշակի մեկնաբանել են։ Չեմ ասում Ուկրաինայի չափ կամ Իսրայելի չափ, ինչ որ մի չափ, բայց ուշադրություն դարձվել է։ Ես ձեզ ասեմ, ինձ ավելի ուրախացրեց մեր սիրելի Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը ապակայունացնող գործոն համարեց Գերմանիայից ամերիկյան տեխնիկայի բերելը Հայաստան։ Այսինքն այդ գործոնը Հայաստանը չի, չէ՞, ապակայունացնողը։ Անվտանգությունը Ամերիկան է։ Այսինքն իրենց Թրամփը հաստատ չի ասել հարավային Կովկասը ձեզ եմ տալիս, թե չէ մի հատ զորավարժություն այդպեսի բուրըն արձագանք չէր ստանա։